Բարեկամներ, ողջունում ենք ձեզ եւ ուրախ ենք ձեզ տեսնել այս կիրակի։ Կարող ենք մեր ծափերը բարձրացնել, Տիրոջը օրհնել, ողջունել, շնորհակալ լինել այսօրվա համար, որ նա այստեղ է իր ողջ ներկայությամբ։ Ամեն։ Պիտի միասին Տիրոջը օրհնենք, մեծարենք, կարող ես ձեռքերդ բարձրացնել երկինք մի պահ եւ ասել Հայր, ես շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ, որ այսօր հնարավորություն ես տվել քո առջև կանգնելու, ամեն։ Ասա նրան փառք եմ տալիս քեզ։ Երգում եմ, որ դու մեծ ես, եւ ես քեզ պիտի պաշտեմ ու մեծարեմ եւ քեզ պիտի տամ քեզ արժանի փառաբանություն, ամեն։ Քեզ պիտի երկրպագեմ եւ օրհնեմ եւ պիտի ասեմ ինչ մեծ ես մեր Տեր, ամեն։ Ծափերդ միացրու քո երգից սիրելի եկեղեցի։ Եկ նրան օրհնենք, մեծարենք ու պատվենք։ Նա արժանի է։ Հալելույա, եկեք միասին երգենք։ Կողքինի թեքվիր, ողջունիր, եթե չես հասցրել եւ ասա Տիրոջը պիտի պաշտենք, ես պաշտում եմ Տիրոջը հոգով,
ճշմարտությամբ, ամեն ծափերդ միացրու սիրելի եկեղեցի, ուրախությամբ արի նրա առջև, նա արժանի է ամենալավ ծափահարություններին և փառաբանության, հալելույա։ Թող եկեղեցին ասի, ես պաշտում եմ, իմ Տիրոջը ես պաշտում եմ, իմ Տիրոջը ես պաշտում եմ, իմ Տիրոջը հոգով և ճշմարտ, նևս մեկ անգամ ծափերով ես պաշտում եմ, իմ Տիրոջը ես պաշտում եմ, իմ Տիրոջը ամեն, պաշտիր նրան հոգով և ճշմարտությունով, հոգով և նորից ասել, ես պաշտում եմ, իմ Տիրոջը ես պաշտում եմ, իմ Տիրոջը ես պաշտում եմ, իմ Տիրոջը հոգով և ճշմարտությունով, հոգով և ճշմարտությունով, հոգով և ճշմարտությունով։ Հալելույա, նրան տուր փառք և պատիվ, ամեն, ամեն, արժանի է մեր Տերը։ Կարող ենք մի պահ մեր գլուխները խոնարհեցնել նրան օրհնելու համար։ Խոնարհեցրու քո գլուխը, սիրելի քույրս, սիրելի եղբայրս։ Տանք նրան փառք։ Ասենք Տեր իրոք, ինչպես որ երգում ենք, ասելով, որ քեզ կպաշտենք հոգով և ճշմարտությամբ, թող որ մեր ասած խոսքի պես լինի, Հայր։ Շնորհակալ ենք, Հիսուս։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Սիրելիս, կարող ես ձեռքդ բարձրացնել, երկինք տարածել և Տիրոջն ասել, Տեր, եկել եմ քո առջև։ Եկել եմ քո տաճարի առջև, Հիսուս։ Շնորհակալ ենք, Տեր։ Թող որ փառք լինի քո անվանը, Հիսուս։ Փառք ենք տալիս քեզ, Տեր։
եմ փառքես Քո շնորհքը տեսնելով պաշտում եմ քեզ Քո փառքը տեսնելով բարձրացնում եմ ձայնս քեզ Տեր պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Տեր պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Ասա քո շնորհքը տեսնելով տալիս եմ փառքես Տիրոջ ասա քո շնորհքը տեսնելով պաշտում եմ քեզ Քո փառքը տեսնելով բարձրացնում եմ ձայնս քեզ Տեր պաշտում եմ քեզ քո ներկայության Արժան ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Եհովա Շալոմ Զորացող Տեր Եհովա Նիսի Դու հաղթող ես և տիրող Եհովա Շալոմ Խաղաղության Տեր Ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Because of who you are I give you glory Because of who you are I give you praise Because of who you are I will lift my voice and say Lord I worship you because of who you are Lord I worship you because of who you are Jehovah Jireh my provider Jehovah
մերժեցիր և դու Գողգոթա գնացիր Տեր ինձ համար, ես պիտի պաշտեմ ու մետարեմ քեզ Հայր, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, բարձրացրու աղոթքը ցրելի եկեղեցի, երկրպագիր նրան այս վայրի մեջ Հիսուս, շնորհակալ եմ քեզ, դու արար, որ ես ապրեմ, քո շնորհած սիրով ազատ հոգով, և կյանքն իմ քոնն է Տեր, ես կերքեմ, բարությունդ հավետ է Տեր, շնորհած սիրով ազատ հոգով, և կյանքն իմ քոնն է Տեր, ես կերքեմ, բարությունդ հավետ է Տեր, արժանի ես դու Հիսուս, փառքերի Arjani es tu, Jesus, parkeri mihain. Arjani es tu, Jesus, parkeri mihain. Arjani es tu. Արժանի ես դու իմ Տեր, քեզ համետ կնամ փառքել, մեծարում եմ քեզ երկնքի Տեր, թող քո փառքն իջնի այստեղ, արժանի ես դու իմ Տեր, քեզ համետ կնամ փառքել, մեծարում եմ քեզ երկնքի Տեր, թող քո փառքն իջնի այստեղ, արժանի
Sing it again, worthy, worthy is your name, Jesus. You deserve the praise. You deserve. Worthy is your name. Worthy is your name. Thank you, Jesus. Cold is there. Worthy is your name. Worthy is your name. Worthy is your name. Jesus, we know you're here. We know you're here. Worthy is your name. Jesus, you deserve it. You deserve it. You deserve it. Thank you, Jesus. Worthy is your name, Jesus. Sing it. You deserve the praise. Worthy is your name. Worthy is your name, Jesus. You deserve the praise. And I'll sing it again. Worthy is your name. And I'll sing it again. Worthy is your name. I will never stop singing your name. I will forever keep singing your name. You deserve it. You deserve it. I'll sing it again. Sing it forever. You. Thank you. If the highest place I reach is at your feet, then I've done it all. If the best thing that I've seen is your glory, then I've seen it all. Your love has changed my life, forever satisfied. God, you are my everything. If the highest place I reach is at your feet, then I've done it all. If the best thing that I've seen is your glory, then I've seen it all. Your love has changed my life, forever satisfied. God, you are my everything. You are my everything. If the one word is the only thing you speak, then I've heard it all. If I feel your heart but never see your head, I still have it all. No treasure of this life could ever satisfy. You are my everything. If the one word is the only thing you speak, then I've heard it all. If I feel your heart but never see your head, I still have it all. No treasure of this life could ever satisfy. God, you are my everything. You are my Can you sing it? If the highest place I ever reach is at your feet, then I've done it all. If the best thing that I've seen is your glory, Jesus, then I've seen it all. Thank you, Jesus. Thank you, Jesus. Sing it. If the highest place I reach is at your feet, then I've done it all. If the best thing that I've seen is your
Եվ երգում ենք ասելով Տեր, որ դու արժանի ես։ Այս երգի բառերի համաձայն, եթե ամենաբարձր տեղը, որտեղ հասել եմ, քո ոտքերի մոտ է, արել եմ ամեն բան։ Եթե լավագույն է, որ տեսել եմ իմ կյանքում, քո փառքն է, ուրեմն տեսել եմ ամեն բան։ Քո սերը փոխել է ամեն բան իմ կյանքում, Տեր։ Դու ամեն ինչն ես իմ։ Եթե դու ընդամենը մի բառ խոսես ինձ հետ, ուրեմն լսել եմ ամեն բան։ Եթե քո սիրտը զգամ, բայց քո ձեռքը չտեսնեմ անգամ, ամեն բան ունեմ Հիսուս։ Եվ այս կյանքում ոչ մի գանձ չի փոխարինի քեզ, Տեր, չի բավարարի ինձ ոչինչ, որովհետև Տեր միայն դու ես, որ իմ ամեն ինչն ես, Տեր։ Փառք Հիսուսին, Աստուր։ Օրհնված ենք Աստված օրհնի բոլորիս, Աստված օրհնի մեր փառաբանության խմբին, ամեն մեկիդ, որ այստեղ եք, Աստծո։ Թող Տիրոջ առատություն ամենքիդ վրա առատ լինի։ Մենք մեր բարի սովորության համաձայն պետքա ամեն կիրակի Տիրոջը նվերներ ենք բերում։ Ես մի բան եմ մտածել, կարծում եմ ինձ հետ համաձայն կլինեք, որ օրհնության գաղտնիքներից մեկը նաև նա է, որ ոչ թե գանք Տիրոջ տուն եւ եղբայրը քաջալերի ինչ որ բան անենք, այլ նախապես մինչև Տիրոջ գալը շաբաթվա մեջ ամեն մարդ թող մտածի, այս կիրակի ինչ պետք է տանեմ Տիրոջը, դրա վրա աշխատենք։ Ես կարծում եմ սանից մեծ օրհնություն չկա, որովհետև սրա մեջ հոժարություն եւ ուրախություն կա, որ Տիրոջը բերենք Աստծո ժողովուրդ։ Բայց մինչև այդ մի գեղեցիկ համար կա, որ կուզեմ կարդան։ Աստծո խոսքը ուրեմն մեզ սովորացնում է Մարկոս ավետարանի մեջ, կհիշեք ամենամեծ պատվիրանը, ով գիտի, ամենամեծ պատվիրանը կամ ամենաառաջի պատվիրանը։ Ասում է Մարկոս ուրեմն 12-րդ գլուխ 30-րդ խոսք, ասում է. «Եվ քու Տեր Աստվածդ սիրես քու բոլոր սրտով, քու բոլոր անձով, քու բոլոր մտքով եւ քու բոլոր զորությունով»։ Այս ամենամեծ պատվիրանն է, ամենառաջի պատվիրանը։ Գիտեք, ոնց մտածում եմ ամեն ինչը ստեղից է սկսվում։ Եվ Հիսուսն էլ ասեց, այսինքն կերնի մեր ծառայությունը, կերնի մեր փառաբանությունը, կերնի մեր ցանկացած մի բան, որ Աստծո տան մեջ անում ենք, սկիզբ առնում ստեղից, Աստծուն սիրելուց։ Եվ սերը ոչ թե թերի պետք է եղնի, այլ ամբողջական է, տեսեք, սիրում ենք ամբողջ մտքով, ոչ թե կիսատ մտքով, ամբողջ մտքով, ամբողջ սրտով, ամբողջ զորությունով եւ ամբողջ էությունով, այսինքն տակ էլ բան չմնաց, աշխարհի համար բան չմնաց,
ինչ որ ունենք, Աստծուն տվեցինք Աստծո ժողովուրդ։ Դրա համար կարծում եմ, որ թե նվերները, թե ծառայությունը, թե փառաբանությունը, ինչ որ կլինի, ամեն ինչը պետք է Աստծուն սիրելով լինի Աստծո ժողովուրդ։ Գիտեք, եթե մի բանի մեջ սերը չենք դնում, իզուր վատնում կեղնի, թե ժամանակը, թե նվերները, թե ընծաները, ինչ որ կլինի։ Բայց գիրքը սովորեցնում է, որ ուրեմն ինչով սիրով, որովհետև սրա մեջ հաղորդությունն է։ Եվ մեկ ուրիշ խոսք, որ կուզեմ կարդամ, դա Եբրայեցիներին ձեզ շատ հայտնի մի համար կա, որ ասում է, թեև ըստեղ մարդիկ առնում են, այսինքն ինչ որ տալիս ենք, մարդիկ վերցնում են, բայց այնտեղ նա է վերցնում, որի համար գրված է, որ կենթանի է։ Այսինքն Աստծո ժողովուրդը հավատք կա։ Գիրքը ասում է, որ արդարը, սուրբերը հավատքով պետք է ապրեն։ Այսինքն մեր ամեն ինչի մեջ, երբ որ նվեր ենք բերում կամ ծառայություններ կամ ինչ որ բան անում ենք, եթե հավատքով չենք անում, վատնում է, ես այս թվում եմ համարում։ Դրա համար Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ հավատացեք, ինչ որ անում եք, այնտեղ Հիսուսն է ընդունում դա։ Կեղնի ձեր երկելը, եթե սրտանց հասկանալով փառաբանում ենք, գովերգում ենք, Հիսուսն է ընդունում դա, Հայրը ընդունում է դա։ Եթե նվերներ ենք բերում, էլի ինքն է ընդունում։ Եվ Աստծուն ոչ թե մեր փողն է պետք Աստծո ժողովուրդ, այլ նա ընդունում է մեր հավատքը, նա ընդունում է մեր սերը, մեր վերաբերմունքը, մեր քաղցրությունը, ջերմությունը, այն ինչ որ մարդը դամագիրքն ասում է, ինչ որ անում եք սրտանց արեք։ Այսինքն Աստված նայում է հենց այդ սրտին, այդ նվիրվածությանը, այդ մարդու սրտին է նայում, մարդու դիրքին, ուրախությանը, թե տրտմությանը։ Այսինքն գիրքը հորդորում է, որ ուրախությունով եւ ցանկությունով արեք Տիրոջը։ Փառք Հիսուսին Աստծո ժողովուրդ։ Շատ երկար չեմ խոսա, ձեզ չծանծրացնեմ, ովքեր որ առաջ անգամ են ազատ եղեք, մենք ունենք արկղներ, որ մարդիկ ինչ որ ունեն, Աստծուն նվեր բերելու կարող եք մոտենալ եւ ձեր նվերները նվիրել Տիրոջը եւ Աստված թող օրհնի եւ հարուրապատկի եւ որից հետո կաղոթենք։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա։ Օրհնյալ հրաշալի օր եմ մաղթում ձեզ, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Ուրախ եմ ձեր յուրաքանչյուրի համար տեսնել ձեզ այստեղ Տիրոջ տան մեջ։ Կարող եք, եթե դուք չեք հասցրել մեկը մյուսին տեսնել, ողջունել եւ անծանոթ դեմքեր եք տեսնում, դարձեք իրար, շրջվեք եւ ողջունեք։ Աստծո օրհնությունը խոսեք իր կյանքի վրա, բարի գալուստ ասեք Տիրոջ տուն։ Ես հիացած եմ, շատ օրհնված եմ այսօր, իսկապես սա Տիրոջ օրն է, մենք այստեղ ենք, որպեսզի վայելենք Աստծո գեղեցիկ ներկայությունը եւ վստահ եմ, որ դա ստացվում է։ Ամեն։ Մինչ այս պահը կարող ենք վկայել, որ Տերը այստեղ է։ Տերը մեզ այցելում է, Տերը մեզ օրհնում է։ Սա հիանալի առիթ է վայելել Աստծո գեղեցիկ շնորհքը։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր ծառայությանը, ինչպես տեսնում եք, ես գիրքը չեմ վերցրել այդպես, որովհետև ես չեմ պատգամտալու, ես չեմ ծառայելու այսօր։ Այսօր մեզ համար հրաշալի արտոնություն է, օրհնություն է Տիրոջից մեր մեջ ունենալ մի հրաշալի Աստծո ծառայի, որ պետք է ասեմ, կարճ ժամանակ է, որ մենք միմյանց ճանաչում ենք, բայց այնքան մտերմիկ եւ հարազատ, այնքան անկեղծ եւ անմիջական է մեր հաղորդակցությունը Քրիստոսով, որ երբ որ մեր սիրելի Սամվել Մինասյան եղբորի հետ խոսում էինք եւ երբ որ ներկայացրեց, ասեց, որ այս եղբորը ես երկար ժամանակ է ճանաչում եմ եւ ընտանիքով մենք մտերիմ ենք, մի խոսքով ես այնքնից լավ պատմեց ուզեցի տեսնեմ այս եղբորը եւ ուրախ եմ, որ Աստված այդ լավ առիթը տվեց, սիրելիներ։ Նախքան մեր հյուրին այստեղ ներկայացնելը եւ կանչելը պետք է մի պատմությունով սկսեմ։ Մի հովիվ ճամփորդության է եւ սա իրական դեպք է, օթանավի մեջ նստած եւ կողքը մի կին է նստած, ճանապարհը երկար է, պիտի վերջապես մեկը մյուսին խոսեն, մանավանդ գիտեք, որ այդ ժամանակին չես նայում արդեն, գիտես, որ կարող ես անկեղծ խոսել քո ով լինելու մասին եւ բարև ձեզ, բարև, այո, դուք եք ես ինչ տեղը մնալու, որ թռնում ենք այդտեղ եք, այո, այդտեղ եմ լինելու, դուք ով եք, ինչ ես, ես այսինչն եմ, ես էլ եմ այսինչը, դուք որտեղ եք աշխատում, կին ասում ես այսինչ տեղն եմ աշխատում, հարցը հետադարձ հարցնում է, ասում է, իսկ դուք որտեղ եք աշխատում, հովիվն ասում է, որ ես աշխատում եմ համաշխարհային կազմակերպության մեջ, շատ մեծ, մենք, ասում է դա հիանալի համաշխարհային կազմակերպություն, այո, համաշխարհային կազմակերպություն է։ Իսկ որտեղ է ձեր գրասենյակ, ասում է, գիտեք, մենք բոլոր տեղերում, գրեթե բոլոր քաղաքներում եւ գյուղերում ունենք գրասենյակներ։
Եվ մեր ծառայությունը, մեր աշխատանքը շատ բարդ աշխատանք է։ Մենք աշխատում ենք թմրամոլների հետ, աշխատում ենք հիվանդների հետ, հոգեկան շեղում ունեցողների հետ, աշխատում ենք ուրախ մարդկանց հետ, աշխատում ենք հաջողակ եւ անհաջողակ մարդկանց հետ, ունենք հիվանդանոցներ, ունենք մանկապարտեզներ, ուսումնական կենտրոններ ունենք եւ մի խոսքով, եթե այսպես ամբողջ ասեմ, մենք աշխատում ենք մարդու ծնունդից մինչև մահ։ Եվ այդ ամբողջ ընթացքում մենք օգնում ենք, որ իրենք կարողանան ճիշտ մարդիկ մեծանան։ Մենք օգնում ենք իրենց ճիշտ կենցաղ վարել, մենք օգնում ենք իրենց առողջ մնան, մենք օգնում ենք իրենց հաջողակ լինել։ Զարմանում ես կինա, այնպեսի մի ձայն ասում, ոնց, բարձր ձայնում ամբողջ օդանավի այդ շուրջը, բոլորը դառնում են ինչ եղավ, բան։ Ասա ոնց դուք այդքան մեծ կազմակերպություն մեջ եք աշխատում համաշխարհային, այո, կներեք ինչ է ձեր կազմակերպության անունը, ասում է դա եկեղեցի է։ Դա Տիրոջ եկեղեցին է։ Տիրոջ եկեղեցու մեջ Աստծո որդիները գալիս են, նորադարձները գալիս են Քրիստոս ճանաչելու, կյանքեր փոխվելու եւ նպատակ ունեն օրեցօր նմանվել Քրիստոսին։ Ամեն։ Էնպես որ եթե դու այսօր այդ օթանավի միջի եղած թեմաներից որևէ մեկն ես, այսօրը քեզ համար է։ Ամեն։ Թող Տերը օրհնի մեզ սիրելիներ։ Ես ուզում եմ այստեղ հրավիրեմ իմ շատ սիրելի եղբորը, ում մասին երկար խոսեցի, բայց ուզում եմ ներկայացնել Sunnyside Community եկեղեցու ավագ հովվին եպիսկոպոս Մարիո Պիզարոին։ Եկեք մեր ջերմ ծափահարությամբ այստեղ հրավիրենք։ Խնդրեմ համեցեք եղբայրս։ Lord, God bless you. Good afternoon, everybody. Տեր օրհնի ձեզ, բարի օր բոլորին։ It is so good to be here with you, Շատ ուրախ եմ ստեղ լինել ձեզ հետ։ especially because I feel the presence of the Lord in this place. Հատկապես քանի որ զգում եմ Տիրոջ ներկայությունն այս վայրում։ I have been to minister at different churches, Ես ծառայել եմ շատ տարբեր եկեղեցիներում and you don't always feel the presence of the Lord in every church. եւ ոչ միշտ է որ զգում ես Տիրոջ ներկայությունը ամեն եկեղեցում։ Not that easily. Ոչ այդքան հեշտ։ And so it makes it a little harder sometimes. Այսպիսով մի քիչ ավելի դժվար է լինում, But over here, the Lord was already waiting for us. բայց այստեղ Տերն արդեն սպասում էր մեզ։ And the worship team is very anointed. Եվ փառաբանության խումբը շատ օծված է։ So we praise God for the atmosphere that you have prepared. Եվ շնորհակալ ենք Տիրոջը, որ այս մթնոլորտ արդեն ստեղծել է մեզ համար։ I want to first thank God for the man of the house, Pastor Artak. Շնորհակալ եմ մեր եկեղեցու գլխավոր հովի համար, հովի Վարտակի համար։ I greet him and his beautiful family. Ողջունում եմ նրան եւ իր ընտանիքին։ He is very correct in what he said. Նա շատ ճիշտ ասեց, ինչ որ ասեց մի քիչ առաջ։ Since we met at dinner a few weeks ago, Այն օրից ինչ մենք հանդիպել ենք ընթրիքի մի քանի շաբաթ առաջ, something happened with our spirits. ինչ որ բան կատարվեց մեր հոգիների հետ։ I feel the Lord has connected our spirits. Զգում եմ, որ Աստված մեր հոգիները իրար կապել է։ And that doesn't always happen. Եվ դա ոչ միշտ է լինում։ And I can't tell you how privileged I am that you would ask me to speak at this house. Եվ չեմ կարող ասել, թե որքան պատիվ էր ինձ համար, երբ որ խնդրեցիք ինձ այստեղ խոսել։ Anyway, thank you, Annie, that you're going to put up with me today. Of course, Pastor Mary. And if I can invite you to stand one more time Խնդրեմ կանգնենք ոտքի եւս մեկ անգամ, for the reading of the word. որպեսզի կարդանք Տիրոջ խոսքը։ We're going to be in the book of Acts this morning, Acts chapter 28. We're going to go to verse 1. Առաջին խոսքից ենք սկսելու։ And it says, once safely on shore, we found out that the island was called Malta. The islanders showed us unusual kindness. They built a fire and welcomed us all because it was raining and cold. Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։ Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին, խարույկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։ Paul gathered a pile of brushwood, and as he put it on the fire, a viper driven out by the heat fastened itself on his hand. And when the islanders saw the snake hanging from his hand, they said to each other, "This man must be a murderer, for though he escaped from the sea, the goddess Justice has not allowed him to live."
Եվ Պետրոսը շատ չոր փայտեր էր հավաքել եւ կրակի վրա էր դնում։ Տաքությունից մի իշ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։ Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի։ Պողոսը սողունին մի կրակի մեջ թափ տվեց եւ իրեն ոչ մի բան չպատահեց։ Իսկ նրանք ասում էին, որ նա կուրչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ But Paul shook the snake off in the fire and suffered no ill effects. The people expected him to swell up and suddenly fall dead, but after waiting a long time and seeing nothing unusual happen to him, they changed their minds and said he was a god. Եվ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին եւ ասեցին. սա մի աստված է։ There was an estate nearby that belonged to Publius, the chief official of the island, and he welcomed us into his home and showed us generous hospitality for 3 days. His father was sick in bed, suffering from fever and dysentery. Paul went to see him, and afterwards he prayed, placed his hands on him, and healed him. When this had happened, the rest of the sick of the island came and were cured. They honored us in many ways, and when we were ready to sail, they furnished us with supplies we needed. Այդտեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավարի գյուղերը։ Նա մեզ 3 օրով սիրով իր մոտ ընդունեց։ Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։ Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին եւ բժշկվում։ Նրանք մեծ հանդիսավարությամբ մեզ պատվեցին եւ երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր տվեցին։ Can we pray? Կարող ենք աղոթել։ Father, in the name of Jesus, Lord, I come before you. Հիսուսի անունով քո առջև են գալիս։ We thank you for you inviting us to this place. Շնորհակալ ենք, որ թույլ ես տվել հրավիրել ես մեզ այս վայր գալ։ Because you came to visit us, Որովհետև դու եկել ես մեզ հետ to հանդիպելու, bless us, մեզ օրհնելու, to speak to us, մեզ հետ խոսելու, to change us, մեզ փոխելու, to heal us, մեզ բժշկելու, to encourage us. մեզ քաջալերու։ And I pray, Holy Spirit of God, Եվ ես աղոթում եմ Սուրբ Հոգի Աստծո, that you would anoint Annie and myself որ օծես Անիին եւ ինձ։ over the next few minutes as we deliver the word to the people of God. Այս րոպեների ընթացքում, որ խոսում ենք քո խոսքը Տիրոջը, And to any friends ժողովրդի համար, that may have been joining us today, եւ այն ընկերներին, ովքեր պիտի մեզ միանան, that all of us would be encouraged through the word. որ բոլորս քաջալերված լինենք քո խոսքով։ In Jesus' name we Հիսուսի pray. անունով աղոթում ենք։ Amen. Amen. You may be seated. Կարող եք նստել։ Praise the Lord. Փառք Տիրոջը։ How do you say praise the Lord in Armenian? Փառք Աստծո։ Փառք Աստծո։ Park Asto. Okay, this is probably the first time that a Puerto Rican from New Jersey stands on this pulpit. Երևի սա առաջին անգամն է, որ Պուերտո Ռիկոից you said New Jersey. New Jersey-ում ապրող մեկը կանգնած է բեմի վրա։ So I'm going to teach you praise the Lord in Spanish. Ես ձեզ հիմա իսպաներեն կսովորեցնեմ ասել Փառք In Աստծո։ Spanish, praise the Lord is Այդպես մենք ասում ենք Gloria a Dios. Gloria a Dios. Can we say Gloria a Dios? Gloria a Dios։ Amen. Now I feel at home. Այ հիմա տանն եմ ինձ զգում։ Praise God. Now we can preach. Հիմա կարող ենք I want to talk to you շարունակել։ this afternoon about the Apostle Paul. Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել Պողոս առաքյալի մասին։ I'm going to give you just a brief background so we can get a better appreciation for the story. Մի քիչ ավելի յետ պատմությունից պետք է գան, որովհետեւ ավելի լավ գնահատենք պատմության իմաստը։ We know that Paul was an amazing man of God, Գիտենք, որ Պողոսը Աստծո հրաշալի մարդ էր, but this was not always his story. բայց սա ոչ միշտ էր իր պատմությունը։ Paul was very unique individual. Նա շատ հատուկ մի մարդ էր, He was very well educated, շատ լավ կրթված էր, and he had a passion inside of his heart եւ իր սրտի մեջ կրակ ուներ for God, Աստծո համար, but his passion was not on the right track. բայց իր այդ մեջի կրակը ճիշտ ուղու վրա չէր գտնվում։ And one day on the road, Եվ մի օր ճանապարհի վրա he has an encounter with Jesus Christ himself, նա հանդիպում է ունենում հենց Հիսուս Քրիստոսի հետ, and he gets knocked off of his horse, եւ իր ձիուց ընկնում է, and he ends up being blinded for a short period of time. եւ կուրանում է որոշ ժամանակ դրանից հետո։ And Jesus confronts Paul.
Եվ Հիսուսը հանդիմանում է Although at the Պողոսին, moment his name was Saul. որովհետև այդ ժամանակ իր անունը Սողոս էր։ And he says, "Why are you following me? Why are you persecuting me?" Եվ ասում է ինչու ես ինձ հետևում, See, because he was persecuting the church. որովհետև նա հետևում էր եկեղեցուն։ Paul hated Christians Սողոսը ատում էր, Պողոսը ատում էր քրիստոնյաներին Because- եւ եկեղեցին, He was so devoted to being a Jewish person, a Jew, որովհետև նա հույն էր եւ չէր սիրում քրիստոնյաներին։ that Հրյա էր։ he considered the Christians a sect. Նա քրիստոնյաներին համարում էր աղանդ։ Uh-huh. Uh-huh. That happens in the Spanish church too, so we're good. Yeah, we translate too, so it happens. Right? And so he wanted to get rid of these people Եվ նա ուզում էր ձերբազատվել այս մարդկանցից, who he thought were against Yahweh. որովհետև նա կարծում էր, որ նրանք դեմ են Յահվեին։ He didn't know that those people Նա չգիտեր, որ այս մարդիկ were also the people of God. նաև նրանք էլ Աստծո մարդիկ էին։ And then after the conversion, Եվ նրա փոփոխությունից հետո, which we would call that Paul got saved for real, որը մենք կասենք, կոչենք, որ նա իրոք փրկվեց, his life changed completely. նրա կյանքը լիովին փոխվեց։ And now the very people that he was out to kill Եվ հիմա այն մարդիկ, ում նա ուզում էր սպանել, are now the same people that he is defending, այն մարդիկ են, ում նա հիմա պաշտպանում է, the same people he is preaching to, այն մարդիկ են, ում նա քարոզում է, and seeking to add more people to his people. եւ փորձում է ավելի շատ մարդ գտնել, այս մարդկանց ավելացնել։ And so now he's working for the Lord. Եվ նա հիմա աշխատում է Տիրոջ համար։ And whenever you work for the Lord, Եվ ամեն անգամ, երբ դու աշխատում ես Տիրոջ համար, you're going to make enemies. թշնամիներ ես ունենալու։ It just happens. Այդպես է։ We all have a common enemy named Satan, Մենք բոլորս ունենք մի ընդհանուր թշնամի, անունը Սատանա, but not everybody is going to be happy about you sharing the gospel of Jesus Christ. բայց ոչ բոլորն ուրախ լինելու, երբ որ դու Տիրոջ խոսքը տարածում ես։ While the gospel of Jesus is a gospel of peace and salvation, Ինչքան էլ որ Տիրոջ խոսքը խաղաղության եւ փրկության խոսք է։ it also crashes with the culture Եվ դա նաև բախվում է մշակույթի հետ, because it confronts us in our sinful situation. որովհետեւ այն մեզ հանդիմանում է մեր մեղավոր կյանքի եւ իրավիճակների մեջ։ It calls us to repentance, Նա մեզ կանչում է ապաշխարության but also salvation. եւ փրկության։ And now Paul has enemies, Եվ հիմա Պողոսը ունի թշնամիներ, particularly of the Jewish community. ավելի կոնկրետ հրյաների մեջ։ They find him to be a traitor. Նրան գտնում են որպես դավաճան։ You were once one of us. Ասում են դու մի ժամանակ մեզնից մեկն էիր, You were one of our rabbis, մեր ռաբայներից մեկն էիր, one of our best teachers. մեր լավագույն ուսուցիչներից mեկն էիր։ And now you're serving that Jesus who they thought was also a traitor. Եվ հիմա դու ծառայում ես այդ Հիսուսին, որին նրանք նույնպես գտնում էին որպես դավաճան։ So now they want to find a way to get rid of Paul. Եվ հիմա ուզում են մի ձև գտնել, որպեսզի ձերբազատվեն Պողոսից։ They start to make false accusations against Paul. Սկսում են սխալ լուրեր նրա մասին տարածել։ And now they know the only way to try to get rid of him Բայց հիմա գիտեն, որ միակ ձևը նրանից ձերբազատվելու is to try to do it through the law. այն է, որ փորձեն դա Տիրոջով law, Yes, օրենքով անել, through the courts. դատարաններով անել։ But they want the courts to release Paul to them Բայց նրանք ուզում են, որպեսզի դատարանը Պողոսին իրենց հանձնի, because they want to try to kill him on the road որովհետև ցանկանում են նրան ճանապարհին սպանել։ and then pretend that something happened beyond their control. Եվ այնպես դասավորել իբր իրենց կոնտրոլից դուրս է ամեն ինչ պատահել։ That's some good stuff and that's in your Bible. Շատ լավ պատմություն է եւ սա ձեր Աստվածաշնչի մեջ է։ You don't have to watch television, read your Bible. Հեռուստացից պետք չէ նայել, գրքի մեջ You'll կարդալ։ find some interesting stories in there. Կգտնեք շատ հետաքրքիր պատմություններ։ But here we have now Paul before this governor called Festus. Եվ այս պահին արդեն ունենք Պողոսին, որ դատավորի արչև է կանգնած, And Paul, this was the accusation before the governor. եւ իր հանդեպ ունեցած մեղադրանքը սա էր։ They say he's a troublemaker. Ասում են, որ նա խառնակիչ է, He's making riots in the streets. որ նա խառնակություններ է անում փողոցներում։
And all the Jews around the world are all rioting because of Paul. Եվ բոլոր հрյաները այնտեղ խառնված են իրա պատճառով։ And they're saying he's the one that leads that sect, that cult called Christians. Եվ ասում են ինքն է այդ մեկը, որ ղեկավարում է, առաջնորդում է այդ աղանդավորներին, որ քրիստոնյա են կոչվում։ So for this reason we arrested him. Եվ այս պատճառով մենք նրան ձերբակալում ենք։ You see, but Paul, when they said this accusation, Բայց տեսեք, երբ որ Պողոսին տալիս էին այս մեղադրանքները, he says, I appeal to Caesar. Պողոսն ասում է, ես ուզում եմ Կեսարի մոտ կանգնել, Կեսարի մոտ գնալ։ The reason why Paul did this, he's very smart. Եվ պատճառը թե ինչու նա այսպես արեց, նա շատ խելացի էր։ Paul was not only Jewish, Պողոսը ոչ միայն հրեա էր, he was also a Roman citizen. նա նաև ռոմեացի քաղաքացի էր։ It's similar today, like being an American citizen. Նույնն է ինչպես հիմա լինել Ամերիկայի քաղաքացի, You know that Americans, we have certain rights. եւ որպես Ամերիկայի քաղաքացի մենք օրենքներին իրավունքներ ունենք։ So even if you're in a foreign nation, if you find the American consulate, they're going to fight for you, right? Եվ եթե անգամ դու ուրիշ երկրից ես, եթե լինես քաղաքացի, նրանք քեզ համար կկռվեն քո իրավունքով։ So Paul knows I have rights. Այսպեսով Պողոսն ասում է, ես գիտեմ, ես ունեմ իրավունքներ։ And when he said, I want to stand before Caesar, Եվ երբ որ նա ասեց, ես ուզում եմ Կեսարի առջև կանգնել, that's almost equivalent to today. դա համարյա թե նույնն է, որ կանգնես հիմա, If you get arrested եթե ձերբակալեն քեզ, and the policemen, they're asking you all these questions, եւ ոստիկանները քեզ սկսեն շատ հարցեր տալ, the minute you say, I want a lawyer, որ վարկանին ասես, ես փաստաբան եմ ուզում, they have to stop asking you questions նրանք պետք է դադարեն քեզ հարցեր տալ, until your lawyer arrives, մինչև քո փաստաբանը կհասնի, because those are your rights. որովհետեւ դա քո իրավունքն է։ Well, Paul knew his rights. Պողոսը գիտեր իր իրավունքները։ So he stands now before this man named Festus. Նա կանգնում է այս մարդու առջև, անունը Ֆեստիս, And the man said, I find nothing wrong with Paul. եւ այս մարդն ասում է, ես ոչ մի սխալ բան չեմ գտնում Պողոսի հետ։ And had he not said, I want to stand before Caesar, we could have just let him go free. Եվ եթե նա չասեր, որ ուզում եմ Կեսարի առջև կանգնել, նրան ուղակի բաց կթողնեին։ But Paul was also in his mind, Եվ բայց Պողոսը նաև իր մտքի մեջ, he knew that God was calling him to go to Rome. Պողոսը գիտեր, որ Աստված իրեն կանչում է, որ Հռոմ գնա։ So while other people see this as something that's trying to go against Paul, Եվ երբ որ մարդիկ տեսնում են, որ սա մի բան է, որ գնում է Պողոսի դեմ, Paul is probably realizing this is probably the way God is allowing me to get to Rome. Պողոսը մտածում է, որ սա այն ձևն է, որով Տերը ուզում է, որ ես Հռոմ հասնեմ։ So now they're about to take off on the ship. Եվ հիմա արդեն պատրաստում են նավը դեպի ծովը տանել։ But because Paul is very wise, Բայց քանի որ Պողոսը շատ իմաստուն է, he knew that it was, let's call it hurricane season. նա գիտեր, որ փոթորիկների սեզոնն է։ He says, I know that we have to get to Rome, but can we wait a little bit? It's not safe. Պողոսն ասում է, գիտեմ, որ պիտի Հռոմ հասնենք, բայց կարող ենք մի քիչ սպասել, դեռ ապահով չէ։ But they didn't listen to Saul. Նա չլսեցին նրան։ He's a prisoner. Why would we listen to you? Նա բանտարկյալ է, ինչու մենք քեզ պիտի լսենք։ So they take off. Եվ սկսում են քշել։ And now, of course, the storms happen. Եվ իհարկե սկսում է փոթորիկը ծովի վրա And սկսել։ the storm was so bad Եվ այն այնքան ուժգին էր, that everybody that was on the ship thought they were going to die. որ մարդիկ, որ նավի վրա էին, մտածում էին, որ կմահանան։ They started to throw off everything from the boat that they thought was unnecessary. Սկսեցին իրենց ոչ պետքական իրերը ուղակի նավից դուրս թողնել, որպեսզի փրկվեն։ Eventually, they even threw off the food, everything. They wanted to survive. Անկամ իրենց սնունդը ամեն բան դուրս շպրտեցին, որտեվ ուզում էին ուղակի կենթանի մնալ, But it didn't matter. բայց էլ կարևոր չէր։ The ship was torn to pieces. Ամբողջ նավն արդեն մասի էր բաժանվել, But yet, none of them died. բայց ոչ ոք չմահացավ։ They all arrived to an island on pieces. Բոլորը հասան այս մի կղզու վրա լրիվ մաս եղած։ They don't know where they are. Չգիտեն թե որտեղ են, They are lost. They're disoriented. կորած են, չեն հասկանում ինչ է կատարվում։ But here now they find themselves on this island called Malta. Եվ հիմա նրանք այս կղզու վրա են, որի անունը Մելիտե է։ And I'm here to tell you today, church, Եվ այսօր այստեղ եմ ձեզ ասելու եկեղեցի, Malta was not on Paul's agenda. Մելիտեն Փոլի ծրագրի մեջ չէր մտնում։
Oftentimes, Ժամանակ առ ժամանակ you and I find ourselves in places, դու եւ ես մեզ գտնում ենք իրավիճակների մեջ, in situations այնպիսի տեղերում, that were not on our agenda. որ մեր ծրագրի մեջ չեն։ Oftentimes we think that it's just a coincidence Հաճախ մենք մտածում ենք, որ դա պատահականություն է, that we face certain things. որ ինչ որ բաների ենք հանդիպում։ But what you don't Բայց դու realize, չեք հասկանում, at the moment you don't այդ realize, րոպեի մեջ չեք that հասկանում, you may be exactly where God wants you to be. որ դուք այդ պահին կարող է լինեք հենց այնտեղ, որտեղ Աստված ուզում է, որ լինեք։ Because God always has a purpose and God always has a plan. Որովհետև Աստված միշտ ունի նպատակ եւ միշտ ծրագիր ունի։ We know this because we just read in chapter 28 of Acts Մենք գիտենք սա, որովհետև նոր կարդացինք 28-րդ գլխում գործ that առաքելուց, later Paul ministered to all the people, որ Պողոսը հետագայում արդեն բոլորի մոտ քարոզում էր, and all the people that were sick were healed. եւ մարդիկ, որ հիվանդ էին, բժշկվում էին։ So looking back, we can see that God had a purpose there. Եվ հիմա յետ նայելով տեսնում ենք, որ Աստված ծրագիր ուներ այնտեղ։ But again, when he first arrived to Malta, Բայց նորից եմ ասում, երբ որ նա նոր էր հասել Մելիտե, he probably had no idea that's where God wanted for him to go first. նա չգիտեր, չէր պատկերացնում, որ դա այն վայրն է, որ Աստված առաջին ուզում է նա գնա։ Now, let me tell you something about Paul. This is a very interesting experience for him. Մի բան եմ ուզում ձեզ ասել, Պողոսի համար սա շատ հետաքրքիր փորձառություն էր, Because this is not his normal way of doing ministry. որովհետև սա իր նորմալ սովորական ձևը չէ, ինչպես որ նա ծառայության էր գնում։ Paul had a certain pattern. Նա ձև ուներ, որ միշտ սովորաբար այդպես էր անում։ So Paul would go to cities Նա գնում էր քաղաքները, and he would plant churches. սկսում էր եկեղեցիներ, He would establish and train leaders. առաջնորդերին սովորեցնում էր ինչպես առաջնորդեն, He would leave a pastor թողում էր այնտեղ հովիվ and then he would move on to the next place. եւ գնում էր ուրիշ տեղ։ He would do this everywhere he would go. Եվ ուր որ գնում էր, այսպես էր անում։ But the way that he would always do this, Բայց այն ձևը, որ նա միշտ անում էր he սա, would go to the city and find the synagogue where the Jews would congregate. երբ որ նա հասնում էր քաղաք, գտնում էր այն վայրը, որտեղ հрьяաները հիմնականում հավաքվում էին։ And there in the synagogue, because he was still a rabbi, Եվ քանի որ ինքը դեռ ուսուցիչ էր, այդ վայրը որ գնում էր, he would start to teach and preach. որպես ուսուցիչ սկսում էր սովորեցնել, But now he began to preach Jesus. բայց հիմա Հիսուսի մասին էր And he սովորեցնում։ would tell him, this Jesus that I'm preaching Եվ ասում էր այս Հիսուսը, ում մասին որ քարոզում եմ, is the one that was prophesied in our scriptures. այն է, ում մասին մարգարեությունները խոսում են մեր գրքում։ Now, today we would call those scriptures the Old Testament. Հիմա մենք այդ գրքերին կասենք 5 կտակարան։ At the time, it was the only testament. Այդ ժամանակ դա միակ կտակարանն էր։ So he would say, this is the man we've been waiting for. Jesus is the Messiah. Ասում էր սա այն մարդն է, ում մենք սպասում էինք, Հիսուսը Մեսիան է։ Not everybody would believe the message, Ոչ բոլորն էին, որ հավատում էին այս խոսքին, but many would believe. բայց շատերը հավատում էին And they would give their hearts to Jesus. եւ իրենք իրենց սիրտը տալիս էին Հիսուսին։ And that's how they would start planting churches in those cities. Եվ այդպես էր սկսում, որ նա ցանում էր եկեղեցիներ այս քաղաքներում։ But now Paul finds himself in a different situation. Բայց հիմա Պողոսը իրեն գտնում է մի շատ դժվար ու տարբեր իրավիճակի մեջ։ He finds himself on an island with people Նա իրեն գտնում է մի կղզում այն մարդկանց հետ, who are not Jewish. ովքեր հրյա չեն։ They don't know Yahweh. Նրանք Յահվեին չեն They ճանաչում։ haven't read scriptures. Չեն կարդացել խոսքը։ They don't know what Paul is all about. Նրանք չգիտեն թե Պողոսը ով է, ինչ է անում։ There is no synagogue for Paul to go and preach. Այստեղ չկա էլ այդ ուսուցարանը, որտեղ նա կուսուցաներ ու կսովորեցներ։ So these people, Եվ այս մարդիկ, let's call them, they are completely unchurched. եւ այս մարդկանց եկեք կոչենք անեկեղեցի։ You see, right now, although this is an Armenian congregation, Տեսեք հիմա ինչքան էլ որ սա հայկական եկեղեցի է, I didn't have to understand the word ինձ պետք չէր բառեր հասկանալ, because I am churched. որովհետեւ ես եկեղեցացված եմ, այսպես։ It's a different language, Սա ուրիշ լեզու է, but you worship the same way I worship. բայց դուք երկրպագում եք այնպես ինչպես ես։ We sing the same. Մենք նույն ձև ենք երգում։ We clap, we raise our hands Մենք ծափահարում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, because we're churched. որովհետեւ մենք եկեղեցացված ենք։ But the people that Paul just encountered are not churched. Բայց Պողոսը այն մարդկանց հետ, որ շփվում էր, եկեղեցացված չէին։ And I want you to grab this. Եվ ուզում եմ սա հասկանալ։
They haven't read scriptures, Նրանք չեն կարդացել գրքերը, but they're reading Paul. բայց նրանք կարդում են Պողոսին։ They're watching Paul. Նրանք նայում են Պողոսին։ The Bible says that this viper, this snake, bit Paul, Աստվածաշունչն ասում է, որ այս սողունը կծեց Պողոսին, and the people from the island, they're watching him. եւ մարդիկ այս աղղզուց ուղղակի նայում են նրան։ They initially thought, this man must have done something very bad. Նրանք մտածեցին այս մարդը հաստատ մի չար բան է արել։ He must be a murderer, Նա հաստատ մարդասպան է, because the goddess of the sea, որովհետեւ ծովի աստվածուհին, her name was Justice, նրա անունը արդարություն էր, she's now getting him so he can die. հիմա նրա հետևից է եկել, որ նրան սպանի։ That's what they thought. Սա են մտածում։ That would be what they would call in today's world karma. Հիմա որ ասում ենք կարմա, Now, նույն we- բանը կլիներ։ as Christians, we don't believe in karma, but I think everybody understands what karma is, right? Որպես քրիստոնյա մենք չենք հավատում կարմային, բայց գիտեմ հասկանում եք ինչ նկատի So ունեմ։ that's the mentality. Սա էր And նրանց they're մտածելակերպը։ watching and they're waiting. Եվ նրանք նայում են ու սպասում են։ Why isn't he dying? Ինչու նա չի մահանում։ Why isn't he getting sick? Ինչու նա չի հիվանդանում։ Why isn't he swelling up? Ինչու չի ուռում։ Something is different about this man. Մի բան ուրիշ է այս մարդու See, մեջ։ after waiting a long time, Տեսեք, սպասելուց հետո, երկար the սպասելուց Bible հետո, says that they kept watching him, Աստվածաշունչն ասում է, որ նրանք դեռ նրան էին նայում։ and now they changed their minds. Հիմա փոխեցին իրենց միտքը։ They said he must be a god. Իրար մեջ ասեցին նա երևի թե Աստված է։ See, did you notice what happened? Տեսեք, թե ինչ կատարվեց այստեղ։ They changed their minds, Իրենք փոխեցին իրենց միտքը, not because of what Paul said, ոչ թե նրա համար թե Պողոսն ինչ ասեց, because Paul has not yet preached to them. որովհետև Պողոսը դեռ չի քարոզել իրենց։ They changed their minds Իրենք փոխեցին իրենց միտքը, because they're watching Paul, որովհետև նայում են Պողոսին, and his life is a living եւ testimony նրա կյանքը քայլող վկայություն է, that there's something different about որ this man. մի բան տարբեր է այս մարդու Now, մեջ։ they don't fully understand. They think he's a god. Դեռ ամբողջովին չեն հասկանում, մտածում են, թե նա Աստված է, What they don't know is that God lives in him. բայց չգիտեն, որ այդ Hallelujah. Աստված ապրում է նրա մեջ։ But they're watching him. Բայց նրանք նայում են իրեն։ See, people are watching you and I. Տեսեք, մարդիկ նայում են քեզ եւ ինձ։ There's so many people that proclaim to be Christians, Շատ մարդիկ կան, որ իրենց հավատացյալ են կոչում, but their քրիստոնյա են կոչում, actions contradict what they proclaim. բայց իրենց գործողությունները հակասում են իրենց դավանանքին։ I don't want to inspire somebody so much with my words. Ես չեմ ուզում ինչ-որ մեկին ոգևորել մենակ իմ խոսքերով։ I want to inspire somebody with my actions, Ես ուզում եմ դա անել իմ գործերով։ with the way I live. Այն ձևով, որ ես ապրում եմ։ I want to show them that Jesus changed my life Ես ուզում եմ ցույց տալ, որ Հիսուսը փոխել է իմ կյանքը։ and that I live holy because he made me holy. Եվ ես ուզում եմ ասել, որ ես ապրում եմ սուրբ, որովհետև նա ինձ սրբացրել է։ So they watched Paul Այսպիսով նրանք նայում են Փոլին and they see something is different. եւ տեսնում են, որ մի բան տարբեր է։ Now, I want to teach you something today or show you something interesting. Ուզում եմ ձեզ մի բան այսօր ցույց տալ կամ սովորեցնել։ Paul was bitten by this snake while he was serving. Պողոսը սողունի կողմից էս հարված է, սողունը կծեց նրան, երբ որ նա ծառայում էր։ Pastor, where do you get that information from? Որտեղից կհարցնեք, հովիվ որտեղից գիտես սա։ I'm glad you asked. I'm going to give you the answer. Ուրախ եմ, որ հարցրեցիք, հիմա կպատասխանեմ։ The Bible tells us Աստվածաշունչը մեզ ասում է, that the people of the island, when they first arrived, որ երբ որ նրանք նոր հասան կղզի, all these strangers on these little pieces of wood, այս մարդիկ, ովքեր որ ինչ որ նավի կոտրված մասերի վրա գալիս են դեպի ափ, the people of the island, they're very nice. կղզում մարդիկ շատ լավ մարդիկ են։ I think they were Armenian. Երևի հայեր էին։ Because if I see all these men floating up, I'm saying, what's wrong with these people? Եթե ես տեսնեք, ասեի, ինչ է կատարում այս մարդկանց հետ։ Are you okay? But they were nice to them. Բայց այս մարդիկ բարի էին նրանց հանդեպ։ Here they see these men, I'm sure that they're hungry, they're all injured. Նրանք տեսնում են այս մարդկանց, որ վնասված են եւ հաստատ սոված են։ They're tired, they're disoriented. Հոգնած են, չգիտեն ինչ է կատարվում։ And the Bible says that the islanders made a fire for them. Եվ ասում է, որ կղզու մարդիկ կրակ պատրաստեցին նրանց Come on համար։ here, come over here and get warm. Կանչեցին արի տաքացիր։
We'll get you something to drink. Just relax. Մենք ձեզ համար մի բան կբերենք խմելու, ուղղակի And so, հանգստացեք։ as the fire started to die down, Եվ երբ որ կրակը սկսեց արդեն մարել, the Bible tells us that Paul went to get some wood to add to the fire. ասում է որ Պողոսը գնաց փայտ բերի, որպեսզի ավելացնի կրակին։ Now, that's another lesson we learned from Paul. Սա մի ուրիշ դաս է, որ մենք սովորում ենք Պողոսից։ Here is Paul, the apostle of apostles, Սա տեսնում ենք այստեղ Պողոսին, առաքյալների առաքյալին, with a nice title. ինչպեսի լավ պաշտոն է։ And if he were like some of today's apostles, Եթե նա լիներ այսօրվա առաքյալներից մեկը, he would say, "Can somebody please put more wood in the fire?" մեկը կասեր, մեկը կարող է բերել այդ փայտը ավելացնել կրակին։ See, they understood that. Yes. See, they know the snapping. See? Snapping. But he didn't because he's a servant in his heart. Որովհետեւ նա չարեց այդպես, որովհետեւ նա իր սրտի մեջ ծառա է։ So he goes and grabs wood himself and to put it in the fire. Եվ երբ որ գնաց, փայտը վերցրեց, բերեց որ ավելացնի կրակին։ But when he grabs the sticks, Եվ երբ որ ուզում էր բռնել այդ փայտը, there was a viper hidden in there that he didn't know about. այդտեղ օծ կար, որ թաքնված էր եւ նա դրա մասին չգիտեր։ And it bit him. Եվ նա կծեց նրան։ And I wonder if there's anybody here today Եվ ինձ այսօր հետաքրքիր է, եթե կա մեկը, that while you were serving, որ երբ որ դուք ծառայում եք, you were bitten. ձեզ կծել են։ While you were serving the people of God, Երբ որ դուք ծառայում եք Տիրոջ ժողովրդին, something happened where you were hurt. ինչ որ բան է եղել, որ դու վնասվել ես։ Pastor Arta can probably relate to this. Հովի Վարտակը կհամաձայնվի է սրա That հետ, oftentimes in ministry, որ շատ անգամ ծառայության մեջ, while we're serving with a good heart, երբ որ մենք ծառայում ենք լավ սրտով, which we do for the glory of God, որ անում ենք Տիրոջ համար, sometimes we get bitten. ժամանակ առ ժամանակ մեզ կծում են։ Sometimes somebody will offend us. Ինչ որ մեկը մեզ կնեղացնի։ Sometimes somebody will say a lie about us. Հաճախ մեկը մեր մասին սուտ կխոսի։ It shouldn't happen, but it Դա happens. չպիտի լինի, բայց լինում է։ And I wonder if you also within the congregation, Եվ ես ուզում եմ ինձ հետաքրքիր է արդյոք կա մարդիկ, որ եղել եք եկեղեցում, even though you were doing the right որ thing, երբ որ դուք միևնույն է ճիշտ բան էիք and անում, now you're serving Jesus, եւ Տիրոջն եք ծառայում, and we think because we're serving Jesus, everything's supposed to be perfect. եւ հաճախ մտածում ենք, որ նրան ծառայում ենք, ամեն ինչ It's պիտի not կատարյալ going to be լինի։ perfect. Կատարյալ չի լինելու։ Because Jesus told us in this world you're going to have tribulations. Եվ քանի որ Հիսուսը մեզ ասեց այս աշխարհի մեջ նեղություններ կտեսնեք, But while you were serving, բայց երբ որ դուք ծառայում էիք, you got hurt. վիրավորվել եք։ See, let me tell you about this viper. Ուզում եմ ձեզ այդ սողունի մասին ասել։ It wasn't enough that Paul was bitten by this viper, Հերիք չէր, որ Պողոսը կծեց այս օձը իրեն։ but that snake stood connected to Paul. Հերիք չէր դա, բայց օձը կպավ նրան եւ կպած մնաց։ It's one thing if it bit him and it kept going. Ուրիշ բան է, որ քեզ կծեն ու gnan։ And sometimes that happens with people, you get, what happened? I don't know, something bit me, or right? But this snake stood on top of Paul. Եվ լինում է, որ եթե մի բան ձեզ կծում, ասում եք չգիտեմ այդ ինչ էր, բայց այս դեպքում օձը կծեց ու մնաց նրա վրա։ So what hurt him Այսինքն այն ինչ որ նրան վնասեց, is now sticking to him. հիմա կպած է նրան։ I want to say that one more time, Ուզում եմ նորից ասել սա, because I know the Lord's speaking to somebody. որտեվ գիտեմ որ Տերը խոսում է հիմա մեկի հետ։ What hurt Paul Ինչ որ վնասեց Պողոսին, was sticking to him. կպած էր նրան։ See, all of us here have been bitten at one time or another. Տեսեք, մենք մեր կյանքի մեջ հաստատ ինչ որ մի ժամանակ այս վիրավորված եղել ենք, մեզ կծած եղել են։ The difference is Տարբերությունն այն է, that for some you have been bitten որոշները ում որ կծել են, and you move on. դուք ուղղակի շարունակել եք, But others have been bitten, բայց կան մարդիկ ում որ կծել են, but you're still carrying that which has bitten you. դուք ձեզ հետ վերցել եք եւ կրում եք այդ ինչ որ ձեզ կծել է։ You're still carrying the hurt Դեռ ձեզ հետ տանում եք այդ վիրավորանքը, because you don't know how to get rid of it. որտեվ չգիտեք ինչպես դրանից ազատվել։ Can someone identify with this today? You don't have to say amen, Կա ինչ որ մեկը որ դրանով անցել է, չպետք չի ասեք ամեն, because this can be very personal. որտեվ սա շատ անձնական կարող է լինել։ See, but
But when somebody has been hurt Բայց տեսեք, երբ որ մեկը վիրավորվել է and they haven't been healed from that hurt, եւ դեռ չեն բուժվել այս վիրավորանքից, they handle hurt very differently. նրանք վիրավորանքը ուրիշ կերպ են տանում։ Some people can get hurt and shake it off like Paul quickly. Շատ մարդիկ կարող են վիրավորվել եւ ուղղակի թափահարել եւ առաջ անցնել։ But other people are not so good at shaking it off right away. Շատ մարդիկ կան, որ չեն կարող ուղղակի թափահարել ցավը։ Some go around life smiling and interacting Շատ մարդիկ ուղղակի շարունակում են ապրել, ժպտալ եւ շփվել մնացածի հետ, with people այն մարդկանց հետ, because there is however there is an invisible wall բայց այդտեղ կա մի հատ անտեսանելի պատ, that limits how much you connect with other people. որ սահմանափակում է, թե դու ինչքան ես ուրիշ մարդկանց հետ շփվում։ It limits how much you engage with others and engage with the church Սահմանափակում է, թե ինչքան այդ շփումն ու կապը ունես եկեղեցու եւ մնացածի հետ, because you're still carrying the hurt. որովհետեւ դու դեռ վիրավորանքը տանում ես քեզ հետ։ Everywhere they go, they carry the hurt. Ուր գնում են այս մարդիկ իրենց հետ վիրավորանքը տանում են։ Some people go to one church Մարդիկ կան, որ գնում են մի եկեղեցի, and they think that's a good church. մտածում են սա լավ եկեղեցի է, I think I'm going to stay there. կարծում եմ այստեղ կմնամ, But they're still carrying the hurt. բայց այդ վիրավորանքը իրենց հետ բերել է։ It's still hanging on their hand. Այն կախված է իրենց ձեռքերից։ They go to church with one Bible in the hand Գնում են եկեղեցի մի ձեռքում գիրքը and the viper on the other hand. եւ օծը մյուս ձեռքին։ And believe me, I'm not criticizing anybody. Եվ հավատացեք ինձ, ես ոչ մեկին չեմ դատապարտում, But I'm just telling the reality of the suffering that some people carry. բայց ես հասկանում եմ այն իրականությունը, որ շատ մարդիկ իրենց հետ տանում են։ And then after a while they said, oh no, there's something wrong with this church. Եվ որոշ ժամանակ անց այս մարդիկ ասում են, չէ, մի բան այն չէ եկեղեցու հետ։ And they go to another church, Ու գնում են ուրիշ եկեղեցի, but they still have the viper on. բայց դեռ ունեն այդ օծը իրենց ձեռքին They կախված։ take their hurt with them. They don't know how to get rid of it. Նրանք իրենց հետ այս վիրավորանքը տանում են, չգիտեն ինչպես ազատվել You դրանից։ see, but then there's another group of people Բայց նաև կան ուրիշ մարդիկ, ուրիշ տեսակի մարդիկ, that they're still carrying the viper որոնք դեռ տանում են իրենց հետ այդ օծը, and they like showing the viper. եւ նրանք սիրում են այդ օծը ցուցադրել։ Look at me, look what happened to me. Տեսեք ինձ հետ ինչ ա եղել։ They have a victim mentality. Իրենք ունեն տուժվածի մտածելակերպ։ Oh, someone offended me. Ինչ որ մեկը ինձ վիրավորել է, Someone abandoned me. ինչ որ մեկը ինձ թողել է, Someone that I love betrayed me. մեկը ում սիրում է ինձ դավաճանել է, Someone that I love talked badly about me. մեկը ում սիրում է իմ մասին վատ է See, խոսել։ everywhere they go, Տեսեք, ուր որ գնում են իրենք, they want to use their hurt like a crutch. իրենք իրենց վիրավորանքը օգտագործում են որպես ձեռնափայտ։ Right? Because they say, hey, you have to treat me differently Եվ նրանք սպասում են, ասում են դու պետք է ինձ ուրիշ ձև վերաբերվես, because I was hurt. որտեվ ես վիրավորված եմ։ And I'm not here to criticize you or make fun of you, Եվ ես այստեղ չեմ այսօր որպեսզի դատապարտեմ եւ ծաղրեմ but քեզ, I'm here to tell you how some people think. բայց այստեղ եմ ձեզ ասելու, թե շատ մարդիկ այսպես մտածում են։ Jesus wants to set you free, Հիսուսն ուզում է քեզ այսօր ազատել, but he can only free you from those things that you give to him. բայց նա միայն կարող է քեզ ազատել այն բաներից, որոնք դու հանձնում ես իրեն։ See, but until you don't surrender that hurt to Jesus, Մինչև դու չտաս այդ վիրավորանքը Հիսուսին, that hurt is going to affect your life. այդ վիրավորանքը ազդեցություն ունենալու քո կյանքի վրա։ Some people go from one relationship to another relationship. Շատ մարդիկ մի հարաբերությունից մյուս հարաբերություն են գնում։ They're trying to find happiness in a man or a woman, Նրանք փորձում են այդ ուրախությունը գտնել կնոջ կամ տղամարդու մեջ, and then it didn't work out. եւ դա չի աշխատում։ And now you've tried 3 and 4 Եվ հիմա people, դու 3-4 մարդ ես արդեն փորձել։ like the Samaritan woman in the Bible. Այն սամարացի կինը, ինչպես ասած And աշնչում։ in your mind, there's something wrong with everybody else. Եվ քո մտքի մեջ բոլորի հետ մի բան այն չի, But you don't confess that you're still carrying hurt. բայց դու չես խոստովանում, որ դու վիրավորանք ես կրում քեզ See, հետ։ there's something important about why is it important to understand this hurt? Ինչու է կարևոր հասկանալ այս վիրավորանքը։ Because now this is the nurse in me. Եվ հիմա իմ մեջից խոսում է nurse Pastor Mario. So I actually went and studied a little bit about vipers. Ես մի քիչ կարդացել եմ վայպերների այդ օծերի մասին։ When the viper bites you, Երբ նա կծում է քեզ, it puts its venom inside of իր you, թույնը մտցնում է քո մեջ, and the goal of the viper
Եվ այս թույնի նպատակը is to attack what's called your cardiovascular system. այն է քո սրտանոթային համակարգի վրա ազդելն է, So your heart and your veins. որպեսզի քո սիրտը եւ քո երակները Now, դուժեն։ why does it want to do that? Instinctively, the viper knows Ինչու է օծը այդպեսի բան անում։ Նրա համար, որտեվ նա գիտի, that its poison will make your veins collapse. որովհետև նա գիտի, որ իր թույնը քո երակները ամբողջովին կտապալի You'll start to bleed inside. եւ կսկսես ներքին արյունահոսություն ունենալ։ That's why people swell up, Դրա համար են մարդիկ ուռում and eventually your heart will stop. եւ քո սիրտը դանդաղորեն կկանգնի։ See, the viper Տեսեք, օծը is looking for an opportunity. մեկն է, որ հնարավորություն է փնտրում։ Yes, its goal is not to hurt you. Նրա նպատակը քեզ վիրավորելը չէ, He wants to kill you. նա ուզում է քեզ սպանել։ He wants to get to your heart. Նա ուզում է քո սրտին հասնել։ See, that's the same thing Satan does. Սա նույն բանն է, ինչ որ սատանան է անում։ When a hurt comes to our lives, Երբ որ վիրավորանքը գալիս է մեր կյանքի մեջ, he doesn't want to hurt you. նա չի ուզում մեզ վիրավորել, He wants to kill you. նա ուզում է մեզ սպանել։ He wants to get to your heart. Նա ուզում է քո սրտին հասնել, Because all of us are going to be offended. որովհետև բոլորս էլ վիրավորվելու ենք, նեղվելու ենք։ Jesus already told us Հիսուսը մեզ արդեն դրա մասին ասել էր, that it is impossible that there will be no offenses. որ անհնարին է, որ վիրավորանք ու նեղվածություն չլինի։ But it is what you do with the offense that matters. Բայց այն է կարևոր, թե ինչ ես դու անում այդ վիրավորվածության հետ։ So the enemy is after your heart. Թշնամին քո սրտի հետևից է գալիս։ Pastor Artak, people think they're wrong. They think the devil is after my car. Մարդիկ սխալ են մտածում են, որ սատանան իմ մեքենայի հետևից է։ The devil doesn't drive. Սատանան չի վարում մեքենա։ The devil wants my house. Սատանան իմ տունն է ուզում։ The devil doesn't live any place. Նա ոչ միտեղ չի ապրում։ The devil is after my finances. Նա իմ ֆինանսների հետևից է։ The devil doesn't go shopping. Նա չի գնում The առևտուրաներով։ devil is after our heart. Նա մեր սրտի հետևից է He գալիս։ wants our salvation. Նա մեր փրկությունն է He ուզում։ wants us to lose our connection with Jesus Christ. Նա ուզում է, որ մենք կապը կորցնենք Հիսուս Քրիստոսի հետ։ That's why he's looking for an opportunity Դրա համար նա փնտրում է հնարավորություն, to bite. որ կծի, And if you want Bible, let me give you a scripture here. եւ եթե ունես քո Աստվածաշունչ, ուզում եմ մի խոսք ասել։ 1 Peter chapter 5, Առաջին Պետրոս 5-րդ գլուխ, verse 8. 8-րդ խոսք։ It says, be sober, be vigilant, because your adversary, the devil, walks about like a roaring lion, seeking whom he may devour. Խոսքն ասում է զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող առյուծի պես շրջում է եւ փնտրում թե ում կուլ տա։ Oh, so you have to watch. So մարդիկ պետք է նայեն։ What the Bible is saying is we have to be watchful. Մենք պետք է նայող լինենք, պետք է զգոն լինենք։ See, how many have a cat? Ովքեր կատուներ ունեն։ Right? Have you ever watched your cat trying to hunt? Տեսել եք ձեր կատունը, որ որսում է։ They're related to the lion, right? They're just this much smaller. Նրանք նույն արուսներին են պատկանում, նույն տեսակից Yeah, են։ the cat is very slow. Շատ դանդաղ իջնում է։ He's watching. Նա նայում է։ We used to live in a property Միտեղ էինք ապրում, that one time I said, why is my cat so fat? որ մի օր ասեցի, ինչու է իմ կատուն այսքան I don't գեր։ understand. We don't give him that much food. Why is he so fat? Չեմ հասկանում, մենք իրեն այդքան չենք կերակրում, ինչու է այդքան գեր։ And then one day I watched out the window, Եվ մի օր պատուհանից դուրս նայեցի, and in front of the property we started to get a lot of gophers, little animals that live in the dirt. փոքր կենթայներ կան, որ հողի մեջ են ապրում, մուկի նման են։ Շենքի դիմաց շատացել են այդ կենթայները։ But I watched my cat, and he was there patiently waiting and waiting. Եվ նայեցի, որ իմ կատուն այնտեղ հանդարտ սպասում է ու սպասում է։ I come back a half hour later. Կես ժամ հետո նորից ետ եմ գալիս, He's still there waiting դեռ այնտեղ սպասում է։ until I saw that. He says, because he knows the moment that little animal sticks up his head, I'm going to grab him. Որտեվ նա գիտի, որ վարքյանին այս կենթանին գլուխը բարձրացնի, ես իրեն վերցնեմ։ And I saw him do it one day. It was disgusting, but he did it. Եվ տեսա մի օր, շատ զզվելի էր, բայց նա արեց դա։ But see, that's how the enemy is. Դա մեր թշնամին նույնպես Now, այդպես է։ by the way, I'm not here to scare you about the devil.
Այստեղ չեմ ձեզ վախեցնելու սատանայի because մասին, we serve a big God. որտեղ մենք մեծ Աստծո ենք Okay, but we ծառայում, have to know about our enemy. բայց մենք պետք է մեր թշնամիներին ճանաչենք։ And so the Bible says we have to watch Եվ Գիրքը ասում է մենք պիտի նայենք, because he's looking who he may devour. զգոն լինենք, որտեղ նա ման է գալիս, թե ում պիտի կուլ տա, And who will he devour? եւ ում նա կուլ կտա։ He'll devour people who are distracted. Նրանք, ովքեր ցրված են, He'll devour those that are weak. ովքեր թույլ են, In other words, people that are not praying or watching. մի ուրիշ ձև ասած մարդիկ, ովքեր չեն աղոթում եւ չեն նայում, And զգոն he's չեն։ especially watching people who have been hurt. Եվ նա կոնկրետ նայում է մարդկանց, ովքեր վիրավորված են։ Because when you're hurt, you start to get weakened Որտեւ երբ որ դու վիրավորված ես, դու թուլանում ես and people start to move away from God. եւ սկսում Աստծուց հեռանալ։ See, we don't typically know when we're going to get hurt or attacked. Տեսեք, մենք չգիտենք երբեք, թե երբ ենք մենք վիրավորվելու կամ մեր վրա Otherwise, հարձակում գալու։ we would be extremely ready. Թե չէ մենք պատրաստ կլինեինք։ But that's why the Bible tells us Բայց սրա համար է Աստվածաշունչը ասում that we're մեզ, supposed to have the whole armor of God. որ պիտի Տիրոջ պաշտպանը ունենանք մեր So վրա։ that when the enemy attacks, not if, when he attacks, Որ երբ թշնամին մեզ հարձակվի, the Bible says you can stand firm. Գիրքն ասում է, որ կայուն կանգնես։ Yes, sometimes you're going to get hurt and bitten, Այո, շատ ժամանակ պիտի վիրավորվես եւ պիտի քեզ կծեն, but you will be able to respond just like Paul. բայց դու կկարողանաս նույն ձև պատասխան տալ, ինչպես Պողոսը։ Paul shook off the viper in the fire. Պողոսը թափահարեց այդ օծին կրակի մեջ։ What is our fire? Որն է մեր կրակը։ Our fire is our prayer life. Մեր կրակը մեր աղոթքի կյանքն է։ The power of the Holy Spirit in us. Սուրբ Հոգու զորությունը մեր When մեջ։ you go before the Lord and say, Lord, this hurt Երբ որ me. գնում եք Տիրոջ ասում, Տեր, սա ինձ ցավեցրել է։ I don't want to hold on to Ես this. չեմ ուզում այն իմ մեջ պահել։ I don't want to become bitter and angry. Չեմ ուզում ջղայն լինել սրա պատճառով։ And if you stay there in prayer, Եվ եթե մնաս այնտեղ ու աղոթես, God will deliver you from that. Աստված քեզ կազատի դրանից։ Now, for some people, Տեսեք, շատ մարդկանց մեջ shaking it off looks different. թափահարելը ուրիշ կերպ է լինում։ I'm not here to say that this is always an easy, simple process. Չեմ եկել ձեզ ասելու, որ սա միշտ շատ հեշտ process է։ For some, it may happen quickly. Մարդկային կան, որ իրենց մոտ արագ է ստացվում, For others, it might be a journey. ուրիշների մոտ երկար ընթացք է, But you keep going before the Lord. բայց դու գնում ես Տիրոջ Lord, heal առաջ։ me from this. Բժշկիր ինձ սրանից։ Heal me. I couldn't avoid getting hurt, Ես չէի կարող սա կանխել, but I know you're going to heal my բայց heart. գիտեմ, որ կբժշկես իմ սիրտը։ Proverbs 4:23 says, it says, above all things, Առակաց 4:23 ասում է ամենից վեր watch your heart. նայիր քո սրտին, Because your life, everything you do comes from your heart. որովհետև այն ինչը դու անում ես գալիս է քո սրտից։ Church, we need to watch our hearts. Եկեղեցի մենք պիտի մեր սրտին նայենք։ And today, God knows how your heart is. Եվ Աստված այսօր գիտի, թե ինչպիսին է քո սիրտը, And so do you. եւ դու էլ գիտես։ You know if your heart is carrying hurt. Դու գիտես, եթե քո սիրտը վիրավորանք է կրում, And if you are, that's okay. եւ եթե ունես, դա նորմալ է, Because you came to the right որտեղ place. դու ճիշտ տեղում ես։ You came to the house of God. Եկել ես Տիրոջ տուն, You came to bring it to Jesus. եկել ես այն Տիրոջը տալու։ And Jesus is going to heal your heart Եվ today. Հիսուս այսօր քո սիրտը բժշկելու է։ But we need to shake it off. Պիտի թափահարենք այն։ In Matthew 10:14, Մատթեոս 10:14-ին, when Jesus was teaching the people how to go and spread the gospel, երբ Հիսուսը սովորեցնում էր մարդկանց ինչպես գնալ եւ քարոզել, he says, if you go to a house and they don't listen to you, ասում էր, եթե դու գնաս մի տուն եւ այնտեղ քեզ չլսեն, he says to shake the dust off your feet ասում էր փոշին թափահարիր ոտքերիցդ, and move on and go to the next place. շարունակիր գնա մյուս տեղը։ Why does Jesus say to shake it off? Ինչու է Տերն ասում թափահարիր ոտքերիդ Because փոշին։ if you don't shake it off, Որտեւ եթե դու դա չթափահարես, everywhere you go, ուր որ կգնաս, you're going to carry the junk that you just brought from the other place. տանելու ես քեզ հետ այդ կեղտը, որ մյուս տեղից բերել ես։ Jesus is saying, shake it off. Հիսուսն ասում է թափահարիր դա։ When I wash you with the blood Երբ որ քեզ արյունով մաքրում and եմ I give you a clean heart, եւ տալիս եմ քեզ մաքուր սիրտ, sometimes, when I worked in the hospital երբ որ ես աշխատում էի and I used հիվանդանոցում to have to wear white, եւ սպիտակ պիտի հագնեի, as to why they make nurses wear white is the dumbest thing ever. թե ինչու են դրսերին ասում որ սպիտակ հագնեք, դա ամենախելագար բանն է։ But as careful as I Բայց was, ինչքան էլ որ զգույշ էի, I'd go home and I'm like, oh no, գնում էի տուն ու ասում էի, ոչ,
When did that get on there? Դա երբ էս ինչա կպել ինձ։ I didn't realize I got something on me. Չէի տեսնում, որ ինչ որ բան է And ինձ կպած։ sometimes in our walk with Jesus, Հաճախ մեր քայլի մեջ Տիրոջ հետ we get something on us. մենք ինչ որ բան ենք մեր վրա And that's where the Lord says, shake it off. Եվ դա այն ժամանակ է որ Տերն ասում է Come թափահարի back to դուր։ my presence. Հետ արի իմ ներկայության մեջ։ Ask me to wash you again. Խնդրիր ինձ որ նորից քեզ լվամ։ Because there's power in the blood of Որովհետև Jesus. զորություն կա Հիսուսի անվան մեջ։ Hallelujah, hallelujah. Ամեն։ I close with this. I like to take myself inside the Bible story. Ես սիրում եմ խրվել Աստվածաշնչի պատմության մեջ։ And I like to, and this is how I teach people to study the Bible. Եվ այսպես եմ ես մարդկանց ասում, որ կարդան Աստվածաշունչը։ And I like to try to think what it sounded like, what it looked like. Եվ փորձում եմ պատկերացնել ինչ ձայնով էր դա ասված, ինչ What it տեսք smelled ուներ, like. ինչ հոտ կար այդտեղ։ And the Bible says here Եվ Աստվածաշունչն ասում է, that after the islanders saw that Paul didn't die, երբ որ կղզի մարդիկ տեսան, որ Պողոսը հնարավոր է մահանա, it says that they treated him with great kindness. նրան մեծ բարությամբ պատվեցին, օգնեցին And they would bring the sick, եւ բերում էին հիվանդներին, and the sick were healed. եւ հիվանդները բժշկվում էին, So when the governor of the island, եւ իրենց կղզու ավակը he learned about this. իմացավ սրա մասին։ His father was sick in bed Նրա հայրը անկողնում հիվանդ էր, with fever and dysentery, just very sick. բարձր ջերմությամբ եւ շատ վատ հիվանդություն ուներ։ And Paul went to pray for him, Եվ Պողոսը գնաց նրա համար աղոթելու and he healed him. եւ բժշկեց նրան։ But because I took myself into the story, Բայց քանի որ ես ինձ խրել էի այս պատմության մեջ, do you know what I saw? գիտեք ինչ տեսա։ Can I share with you what I saw? Կարող եմ կիսել դա ձեզ հետ։ Pastor, when Paul put his hand on the father, Եվ Պողոսը իջեցրեց ձեռքը հոր վրա, the father could still see the bite marks of the snake. նա կարող է դա հայրը դեռ կարող էր տեսնել օձի կծածը, Because he had just been bitten 1 or 2 days ago. որովհետև նա ընդամենը 1-2 օր առաջ կծել էին արդեն։ Even though God healed him, Ինչքան էլ որ Տերն արդեն բժշկել էր նրան, he still had the marks of what he went through, նա դեռ ուներ այն the հետքը, scars. թե ինչով էր նա անցել։ And sometimes we Եվ հաճախ we say, God can't use me մենք ասում ենք Աստված չի կարող ինձ օգտագործել because of my history. իմ պատմության պատճառով։ But I'm here to tell you Բայց ես այստեղ եմ ձեզ ասելու, that part of your history բայց քո պատմության մի մասը is what God wants to այն է use ինչ Տերն ուզում է օգտագործել, as a living testimony. որպես կենթանի վկայություն, That although you suffered that, որ ինչքան էլ որ դու անցել ես դրանով, Jesus turned it all around. Հիսուսը արդեն ամեն ինչ շրջել է։ Jesus makes all things Նա new. ամեն բան նոր է դարձնում։ Can I tell you one more thing? Կարող եմ մի բան էլ ձեզ ասել, You're not the only one carrying scars. դու միակ մարդը չես ով վերքեր ունի իր վրա։ One day when we see Jesus face to Մի face, օր երբ որ Հիսուսին տեսնենք դեմ առ դեմ, the Bible says that he still carries the marks in his ինքն ասում է, որ hands նա դեռ ունի այդ վերքեր իր ձեռքերի and մեջ in his feet. եւ իր ոտքերի մեջ։ And you and I have a testimony. Ես ու դու ունենք վկայություն։ You and I have certain marks of the things we've been Մենք through. ունենք վերքեր, բաներ, որ ցույց են տալիս, թե ինչերով ենք But անցել։ your life is a living Բայց քո testimony կյանքը ապրող կենթանի վկայություն է, that God will carry you որ through. Աստված քեզ կտանի, That if God did it for me, որ եթե նա ինձ համար արել է, God will do it for you. քեզ համար էլ կանի։ God bless you today. Աստված օրհնի քեզ այսօր։ Pastor, can I pray? Կարող եմ աղոթել։ I want to do a few invitations today. We will bow our heads. Ուզում եմ մի քանի հրավերք ձեզ նետել։ Խնդրում եմ գլուխները մեր խոնարեցնենք։ And it doesn't matter Եվ կապ չունի, because we're all human. որովհետև բոլորս մարդիկ ենք։ We all need Jesus. Մենք բոլորս Հիսուսի կարիքը We ունենք։ all go through different things. Մենք շատ տարբեր բաներով ենք անցնում։ And not everybody has to know everything we've been through Եվ ոչ բոլորը որ պիտի իմանան թե ինչով ենք մենք because անցել, some things are too private. որովհետև շատ բաներ շատ անձնական են, And that's okay եւ դա նորմալ է։ because the Lord knows it. Տեվ Տերը գիտի։ But if you're here today Բայց եթե դու այսօր այստեղ ես and you're carrying something եւ վերավորանք ես բերել քեզ հետ, that you made a decision, I need to give this to Jesus today. այսօր որոշում կայացրու պիտի սա Հիսուսին տանք։
չէ